Նոյեմբերի 16-ին վաղաշաբաթ խոշորացված համայնքը, այդ թվում հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը ղեկավար կընտրի։ Ավականու ընտրություններին քաղաքական 8 ուժ է մասնակցում։ Ընտրապայքարի մեջ են մտել Հայրենիք կուսակցությունը, Հաղթանակ դաշինքը, Առաջ եւ ՀՅԴ կուսակցություններով, Քաղաքացիական պայմանագիր, Ազատ դեմոկրատներ, Մայր Հայաստան, Ազգային դեմոկրատական, Ժառանգություն, Հանրապետություն եւ Համահայկական ճակատ կուսակցությունները։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին, նոյեմբերի 14-ը քարոզչության վերջին օրն է։ Առաջիկա շաբաթ եւ կիրակի քարոզչությունն արգելվում է։ Մոտ 1 ամիս քաղաքական ուժերը եղել են Էջմիածնում, Ոսկեհատ գյուղում եւ այս տարի վաղաշաբաթին միացված Խոյ համայնքի 17 բնակավայրերում, ընտրողներին խոստացել բարեկեցիկ կյանք ու տվել բազմաթիվ այլ խոստումներ։ Ըստ վիճակահանության ընտրապայքարի մեջ մտած ուժերից առաջին համարը Առաջ եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններից կազմված Հաղթանակ դաշինքն է։ Ցուցակում ընդգրկված է 99 թեկնածու։ Առաջին համարը համայնքի ղեկավարի թեկնածուն գործող ավականու անդամ Սևակ Խաչատրյանն է։ Նա 2021 թվականի դեկտեմբերին ընտրվել էր Էջմիածին դաշինքի ցուցակով։ Երկրորդը Համահայկական ճակատ կուսակցությունն է։ Ցուցակը գլխավորում է Պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը, որը երկար տարիներ զինված ուժերում ծառայելուց հետո որոշել է ծառայել վաղաշաբաթցիներին։ Քաղաքական ուժի ներկայացրած ընտրական ցուցակում 35 անձ է ընդգրկված։ Երրորդ համարը Հանրապետություն կուսակցությունն է։ Ցուցակը գլխավորում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ Նախընտրական ցուցակը 22 հոգուց է կազմված։ Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը 4-րդն է։ Ցուցակը գլխավորում է Արմավիրի մարզի Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանը։ Քաղաքական ուժի նախընտրական ցուցակը կազմված է 33 մարդուց։ Հաջորդ քաղաքական ուժի Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակի առաջին համարը մասնագիտությամբ շինարար կառուցապատող ընկերության հիմնադիր Վահրամ Ազատյանն է։ Համայնքը ղեկավարելու համար կուսակցությունը 32 հոգուց բաղկացած ցուցակ է ներկայացրել։ Ժառանգություն կուսակցությունը 6-րդ համարն է։ Ցուցակը գլխավորում է նախկին զինվորական զինված ուժերի փոխգնդապետ Արկադի Փայտյանը։ Ժառանգության ցուցակը կազմված է 19 հոգուց։ Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է վաղաշաբաթ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմավիրի նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանը։ Կուսակցության ցուցակը կազմված է 85 հոգուց։ 8-րդ համարը Հայրենիք կուսակցությունն է։ Համայնքի ղեկավարի թեկնածուն Հայաստանի գրողների միության անդամ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է։ Ցուցակում ներառված է ավականու 31 թեկնածու։ Ընտրություններին ընդառաջ արդեն հասանելի են վերջնական ընտրացուցակները։ Ըստ ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տվյալների ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 69866 է։ Համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև իրավական այլ կարգավիճակ ունեցող անձինք։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։